Հիմա ինչ վերաբերվում է նախագծի հետ կապված, շատ լավ նախագիծ ենք հանձնառել, պարոն Սուքիասյան, հուսով եմ այսօրվա իշխանությունների բացակայությունը, թե ֆուտբոլի ֆեդերացիայի, թե նախարարություններից, որ պետք է ներկա լինեին, իրենց բացակայությունը չի խոչընդոտի նախագծի ընթացքին, չենք խոչընդոտի հենց իրենք, եւ նախագիծը սահուն ընթացք ունենա, նախագիծը կհասնի ավականի եւ ավականությունով իմ կարծիքով պետք է 65 հոգին էլ կողմ քվեարկեն այս որոշմանը, այս նախագծին, որովհետեւ շատ կարեւոր որոշում է։ Հուսով եմ չի կասեցվի, ինչի համար եմ sense ասում հուսով եմ, որովհետև մտավախություններ կան, այս իշխանությունները ուժեղներին չեն սիրում, հերոսներին չեն սիրում, հաղթողներին չեն սիրում, հենց այնպես չեմ ասում։ Փորձ ունենք, ես անցած տարի 24 թվականին որոշման նախագծով հանդես եկա Երևանի փողոցներից մեկ անվանակոչել Քրիստոֆոր Իվանյանի գեներալ Արցախի հերոս գեներալ Քրիստոֆոր Իվանյանի անունով մերժվեց, ավականն նիստում մերժեցին։ Հիմա հուսով եմ, որ այս նախագիծը չի մերժվի, այս նախագիծը կհասնի ավականի ու բոլորիս կողմից կընդունվի, կանցնի եւ առաջիկայում մենք ունենանք Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց։ Նիկիտա Սիմոնյանը արժանի է եւ ոչ միայն փողոց ունենալու իր անունով, այլ նաեւ մարզադաշտ ունենալու իր անունով, մարզասրահ ունենալ իր անունով, այնպես որ արժանի մարդու անունով ենք որոշել անենք, պարոն Սուքիասյան, մեր գործին բարի ընթացք, մեր գործին հաղթանակ, մեր գործին հաջողություն։ Ձեզ շնորհակալություն, որ ներկայ եք գտնում այսօր մեր հետ քննարկմանը, նորից շնորհակալություն։